Հələ եկեք հայերով տեսնենք այսօր տատիկը, որ երկրի ուտեստն է պատրաստում։ Բարի օր ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ պատրաստեմ հունական ուտեստ, դա շատ հին ուտեստ է։ Հունացիները, երբ որ ունեցել են լավ թանկ հյուր, իրենք պատրաստել են այս ուտեստը իրենց հյուրերի համար, սիրելիներս։ Ասեմ պատմությունը այս ուտեստի ես որտեղից գիտեմ։ Ես այս ուտեստը սովորել եմ իմ նախկին շեֆինից 30 տարի առաջ։ Հիմա ես որոշել եմ այսօր պատրաստեմ իմ հայ հետևորդների, իմ հայ ժողովրդի համար, որ իրենք էլ պատրաստեն այս ուտեստը եւ պատմությունը այսպես շարունակվի, որ իրենք էլ սովորել են Ռոզատատիկից այս ուտեստի պատրաստումը։ Ինձ հարկավոր է ուտեստի համար սմբուկ, կարտոֆիլ, աղացած միս, սոխ, սխտորի փոշի, մուսկատնուս, սունկ, պանիր, 3 հատ ձու։ Ընկույզ, սա երկրորդ ուտեստի համար է, պատրաստելու եմ այսօր նաև սիրելիներս 1 հատ ուտեստ իմ այն հետևորդների համար, որոնք պասի մեջ են, պատրաստելու եմ պասի ուտեստ։ Պատրաստել եմ նաև իմ սոուսը, իմ սոուսն եմ վերցնում, լոլիկի սոուսը, գիտեք բոլորիդ քաչ հայտնի է, որովհետև սա մուսակայի մեջ օգտագործելու եմ և կատնային սերուցք։ Միևնույն ժամանակ էլ վերցնելու եմ շատ քիչ թթվասեր։ Արդեն կարտոֆիլը տեղադրեցի ամանի մեջ, հիմա պետք է դնեմ կարտոֆիլը առանցին էլեկտրոօջախի մեջ, առաջին հերթին պետք է կարտոֆիլը պատրաստ լինի։ Կարտոֆիլը օջախի մեջ դնելուց հետո կսպասեմ 200 աստիճանը։ Հիմա ես կսպասեմ, թող կարտոֆիլը այնտեղ ջեռուցում տապակվի, ես պատրաստում եմ միսը։ Հիմա միսը նախորոք ասեմ, որպեսզի երկար ժամանակ չտևի։ Միսը ուրեմն տապակելու եմ սոխի հետ միասին և սպասելու եմ մինչև կարտոֆիլը պատրաստ լինի։ Հետո շարունակությունը կասեմ, սիրելի ժողովուրդ։ Մեր տապակը արդեն պատրաստ է, տաքացրել եմ նախորոք։ Հիմա կանեմ մի քիչ ձիթապտղիյուղ տակը։ Եվ կդնեմ մեր միսը։ Միսը տապակվելուց հետո, որ կիսով չափ տապակվի, ավելի լավ է։ Տապակելուց հետո բան կանեմ, սխտորով, աղով և մուսկաթով կհամեմեմ, հետո կասեմ։ Արդեն միսը կիսով չափ տապակվեց, չեմ ուզում լրիվ տապակեմ, կիսով չափ։ Հիմա սոխը լցնելու ժամանակն է, սոխը լցնեմ տապակեմ։ Հիմա միսը համեմելու եմ օրիգանոյով, մի քիչ օրիգանո, սխտորով, աղով և մուսկաթով։ Քիչ, որովհետև սոուսի մեջ նորից լցնելու եմ նույն համեմունքները, առանց օրիգանոյի։ Այս չափի օրիգանո, լավ մեծ պտղունց։ Այս չափի սխտոր եմ վերցնում, մի քիչ մուսկատնուս և աղ։ Մի թեթև թեյի գտալ աղ։ Հիմա սունկը սիրելիներս, այսպես մանր կտրատելու եմ, լցնեմ մի քիչ տապակեմ յուղի մեջ, սա մեր երկրորդ ուտեստի համար է, պասպահողների համար, ովքեր որ պաս են պահում։ Ես մտածում եմ սիրելիներս, իմ բոլոր հետևորդների համար, ուզում եմ այնպես անեմ, որ բոլորի համար էլ հետաքրքիր լինի ու բոլորն էլ գոհ մնան։ Համ ինձանից, համ էլ իր պատրաստած ճաշատեսակներից։ Այս չափի ընկույզ մի քիչ կմանրացնեմ ու կդնեմ շամպինյոնի հետ։ Այսպիսի մանրությամբ։ Շատ մանր պետք չէ, ինձ փոշի պետք չէ։ Ինձ պետք է, որ խոշոր լինի, որ երևա։
շամպինյոնի վրա մի քիչ աղ, մի քիչ սխտոր, շնչի։ Սա ես որպես սիրելիներս օրինակ եմ ցուցադրում իմ հետևորդների համար։ Հիմա, եթե իրենք կուզեն, թող չափը մեծացնեն։ Ես չափ չեմ ասում, ոչինչի չափ չեմ ասում։ Եթե կցանկանան, թող մեծացնեն։ Եվ հիմա լցնում եմ մեր ընկույզը, տապակում եմ շամպինյոնի հետ միասին։ Անելու եմ մի քիչ կանաչի, անելու եմ մաղադանոց մի քիչ էլ կամ համեմ, կամ սամիկ, սիրելիներս։ Ինչ բուրմունք է մեր խոհանոցում, սիրելիներս, շատ համեղ է բուրում, անուշ, այստեղ ունեմ սխտոր մի քիչ և մի քիչ էլ աղ, ուրիշ ոչինչ։ Ուրեմ դրել եմ մի ճաշի գդալ համեմ, մի ճաշի գդալ մաղադանոց, մի ճաշի գդալ էլ սամիկ։ Սա էլ հիմա մի հատ կհամ տեսնեմ ինչ աղյությունը բավական է, թե չէ։ Մի քիչ էլ հիմա կլցնեմ սեր պղպեղ։ Ինչ անուշ է բուրում, սիրելիներս, կանաչիները գցելուց հետո ավելի անուշացավ բուրմունքը։ Շատ համեղ է։ Թող իմ սիրելի հետևորդները պատրաստեն, իհարկե կարող են նորմալ միս ուտողներն էլ պատրաստեն սրա հետ միասին, ովքեր որ պասի մեջ չեն, այնպես որ սա կարելի է մշտական պատրաստել տոնական սեղանների համար էլ շատ անուշ ուտեստ է։ Հիմա համտեսեմ։ Անմահական, իսկապես շատ անմահական է։ Փորձեք և կասեք Ռոզա տատիկը ճիշտ է, թե ոչ, հետո ինչ եմ ուզում ասել ձեզ, գրեք, էլի ինչ-որ ուտեստ, եթե ցանկություն ունեք, եթե ես կարողանամ, կպատրաստեմ ձեր համար, սիրելիներս, բայց դուք կարող եք ազատ ձեր ցանկությունները գրել։ Եթե չկարողանամ, կգրեմ, որ չեմ կարողանա, չգիտեմ այդ ուտեստը, բայց ամենայն դեպս իմ կարծիքով ես կկարողանամ։ Իհարկե իմ կարծիքով, չգիտեմ դուք ինչ ուտեստներ կգրեք ինձ համար, ինչ անակնկալ կանեք։ Մեր կարտոֆիլը պատրաստ է։ Հիմա կհանեմ կարտոֆիլը և կդնեմ սմբուկը նորից էլեկտրոօջախի մեջ, սիրելիներս։ Հիմա պատրաստ եմ մեր սմբուկը, սիրելի հետևորդներ, որ մի քիչ անհաջող է կտրտված, դա ոչ մի նշանակություն չունի։ Սա գնում է մեջտեղի մասը։ Արդեն դնեմ գազօջախի մեջ, սիրելի հետևորդներ, հետո երկրորդը պետք չի ցուցադրեմ, արդեն գիտեք ինչ եմ անում։ Կարտոֆիլը պատրաստեցի էլեկտրոգազօջախի մեջ, պատրաստեցի 200 աստիճան, վերև ներքև։ Հիմա պետք է պատրաստեմ սմբուկը 250 աստիճան, արդեն օդով, օդամղիչով։ Մեր կարտոֆիլը վերջացավ ամանի մեջ, հիմա ես դնում եմ ինչքան որ արդեն պատրաստ է եղել մեր սմբուկից, դնում եմ սմբուկը կարտոֆիլի վրա, սիրելի հետևորդներ, կլցնեմ հիմա մի քիչ սմբուկը տեղադրելուց հետո կդնեմ մի քիչ միսը կդնեմ մի քիչ, շերտերով եմ անելու, ամեն շերտին, բացի կարտոֆիլից, գալու է մնացած բոլոր պարագաները։ Լցնեմ կես մսի շերտը, կպատեմ մսով, մեր տապակած մսով, կեսը, մի քիչ կտարածեմ, սոուսը լցնելու եմ ամենավերջում, հիմա կդնեմ մի քիչ պանիր, քիչ եմ դնելու պանիրը, մեջտեղի մասում շատ քիչ եմ դնելու, կտեղադրեմ շամպինյոնը, վերցրել եմ 100 գրամ թթվասեր, սիրելիներս, և վերցրել եմ 200 միլիլիտր կատնային սերուցք։ Այս չափի, ուրեմ ասեմ սիրելիներս, ընդամենը մեկ թեյի գդալ սխտոր եմ վերցրել, սխտորի փոշի։ 3 հացու, սա սոուսն է մեր մուսակայի համար։
3 հացու, մի քիչ մուսկատնուս, նայեք սիրելիներս այս չափի, որ չեմ խառնում ուրիշ ոչ մի բան, լոլիկ կամ ինչ-որ մի բան։ Այս սոուսի մեջ ամեն ինչ կա, սիրելիներս, ամեն ինչ։ Ես այս սոուսը շատ օգտագործում եմ մեր խոհանոցում, աշխատանքի խոհանոցում եմ ասում, շատ եմ օգտագործում։ Հիմա մի քիչ սա խառնեմ, արդեն ամեն ինչ համարյա թե գցեցի բացի աղից։ Մի հատ սոուսը, որտեվ աղով է պատրաստված, մի հատ սոուսը կփորձեմ, հետո աղը կլցնեմ կամ չեմ լցնի, ձեզ կասեմ։ Գալիս է երկրորդ շերտը։ Դնելու եմ մեր սմբուկը եւ շամպինյոնը ու հետո սա էլ իմ պատրաստած սոուսն է։ Այսպիսի տեսք ստացավ մեր սոուսը։ Ժողովուրդ ջան, այսպես։ Այս շերտն էլ վերջացավ։ Շերտը արեցի, դրեցի սունկը եւ սմբուկը, եղավ 2 շերտ, սիրելի հետևորդներ, հիմա լցնում եմ մեր սոուսը, մեր հրաշք սոուսը։ Վերջի միսը լցրեցի, վերջի շերտը, հիմա մի քիչ կտարածեմ միսը եւ կպատեմ պանիրով, անպայման կպատրաստեք սիրելիներս, ուզում եմ, որ դուք էլ սովորեք, դուք էլ իմանաք մուսական ինչպես են պատրաստում, անպայման կպատրաստեք եւ կնկարեք, եթե հնարավորություն ունեք, եթե չէ, գրեք, գոնե գրեք, իմանամ ինչպիսի համ է ստացել մուսական ձեզ մոտ։ Հիմա վերջացրեցի, պանիրով պատեցի, լրիվ, այսպիսի տեսք ունի մեր մուսական փայլաթղթով, հիմա կփակեմ 250 աստիճան վերև ներքև կդնեմ, հետո արդեն որ տեսնեմ մեջի մասը եփելա, որ արդեն սոուսը եփած է համարվում ինքը, կբացեմ, կիչացնեմ մի քիչ ու կդնեմ օդի վրա։ Պատրաստում եմ մյուս ճաշատեսակը, որ ասեցի պասպահողների համար է։ Սմբուկը տապակեցի, այսպիսի տեսք ունի մեր ռոլիկ ասեմ, ինչ ասեմ, չգիտեմ, լցոնած սմբուկով, սունկով, թարմը կանանչիներով, պատրաստած և պոպոկով։ Այսպիսի տեսք ստացավ մեր ուտեստը պատրաստ լինելուց հետո։ Դե հիմա կփորձեմ ու ձեզ կասեմ պատրաստի վիճակում։ Սա մեր պասի ուտեստն է, իսկ սա էլ արդեն մսով։ Նայեք ինչպիսի սիրուն տեսք ունի, սիրուն բարձացելա, սիրելի հետևորդներ, ամեն ինչ շատ լավ է, համը չգիտեմ, համը կփորձեմ։ Շատ համ եղավ, ինչպես միշտ, արդեն ես չեմ հիշում քանի անգամ եմ պատրաստել, սիրելի հետևորդներ, միշտ էլ այսպիսի համեղ համ է ունեցել, տեսքը գեղեցիկ, համը անուշ, հիմա փորձեմ այս մյուսը, պասի ուտեստը, սա պետք է ձեռքով վերցնեմ, պետք է ձեռքով ուտեմ, չի լինի ուրիշ ձև, չեմ ուզում ուրիշ ձև, այսպես, տնավարի։ Անպայման փորձեք սիրելիներս, անմահական, անուշ, ով որ կերա, 20 տարի կյանքը ապելանալու է։ Իհարկե եսի նկատի ունեմ մեր տարիքայինների մեջ, 70-ից բարձրների նկատի ունեմ, երիտասարդները թող 1000 տարեկան դառնան։ Այսքանը սիրելիներս, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել, սիրենք իրար, սիրում եմ ձեզ, իմ սիրելի հետևորդներ, մնացեք Ռոզա տատիկի հետ։